Այս տարվա հունվարին դեպի Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 499.4 միլիոն դոլար, այն դեպքում, երբ 377.4 միլիոն էր 2025 թվականի հունվարին։ Փաստացի դեպի Հայաստան դրամական փոխանցումները, ընդհանուր փոխանցումներն այս տարվա հունվարին ավելացել են ավելի քան 121 միլիոն դոլարով կամ դրանց աճը կազմել է 32%։ Ընդ որում ավելացել է նաև զուտ ներհոսքը այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ։ Զուտ ներհոսքը դա ներհոսքի եւ արտահոսքի տարբերությունն է եւ այստեղ եւս աճը էական է եղել, մասնավորապես 2025 թվականի հունվարի համեմատ աճը կազմել է 9 անգամ։ Այսինքն Հայաստան եկած եւ Հայաստանից դուրս չեկած գումարները, ենթադրաբար նաեւ այստեղ ծախսված գումարներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ ավել են եղել շուրջ 9 անգամ։ Պետք է նշել նաև, որ դրամական փոխանցումների զուտ ներհոսքի համատեքստում ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները եւս էականորեն ավելացել են։ Այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ դրանց աճը կազմել է 43.7%։ Հիշեցնենք պարզապես, որ ոչ առևտրային բնույթի դրամական հոսքերն են ֆիզիկական անձանց բանկերի միջոցով փոխանցված անհատույց ֆինանսական օժանդակությունները, նվիրաբերությունները, տարատեսակ օրինակ թոշակների, նպաստների վճարումները, աշխատավարձերի վճարումները, այսինքն եթե շատ այսպես կենցաղային լեզվով փորձենք ձևակերպել, ապա սպառողական բնույթի անձնական եկամուտները եւ ընդ որում այդ տեսակ այդպիսի գումարների ներհոսքի 43.7%-անոց աճին առավելապես նպաստել է Ռուսաստանի Դաշնությունից նման գումարների ներհոսքի աճը, որը կազմել է 43%։ Անհամեմատ ավելի համեստ նպաստում ունեցել է Միացյալ Նահանգներից ոչ առևտրային բնույթի դրամական զուտ ներհոսքի աճը 7.6%, ուրեմն ընդհանուր ցուցանիշով նախորդ տարվա հունվարի համեմատ։ Ընդհանուր առմամբ նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը առաջատար է ոչ միայն ոչ առևտրային բնույթի զուտ ներհոսքի մասով, ինչպես եւ կարելի ասել ավանդաբար այս տարվա հունվարին եւս առաջին եռյակը գլխավորում է Ռուսաստանի Դաշնությունը։ Նրան հաջորդում են Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան, իսկ ոչ առևտրային բնույթի զուտ ներհոսքի մասով կամ ինչպես մենք ձևակերպեցինք, այսպես ասած, սպառողական բնույթի գումարների մասով, իհարկե Ռուսաստանի Դաշնությունն ունի բացարձակ առավելություն։ Նշենք, որ մասնավոր դրամական փոխանցումները, դրամական այդ ներհոսքը բավական էական նշանակություն ունի առաջին հերթին սոցիալական, բայց նաև տնտեսական, որպես լրացուցիչ պահանջարկ խթանող գործոն, որպես ֆինանսաբանկային համակարգի աշխուժությունն ապահովող լրացուցիչ գործոն, ինչպես նաև դեպի երկիր արտարժույթի մուտքի լրացուցիչ աղբյուր եւ այլն։ Սոցիալական նշանակության տեսանկյունից իհարկե դրա դերակատարությունը անգամներով ավելանում է հատկապես այն ընտանիքների պարագայում, որոնց դեպքում նման գումարները, այդ մասնավոր տրանսֆերտները կամ եկամտի միակ աղբյուր են կամ որոշակի կենսամակարդակ պահող գործոն են ըստ էության իրենցից ենթադրում։ Միևնույն ժամանակ դրամական հոսքերից տնտեսության կախվածությունը, հանրության սոցիալական բարձր կախվածությունը ունի նաև բացասական կողմեր եւ այդ կախվածությունից ժամանակի ընթացքում այդ կախվածության որոշակի նվազեցումը, մեղմումը իհարկե կարևոր է եւ այդ ուղղությամբ պետք է տարվեն աշխատանքներ, բայց ցավալի է անգամ պատկերացնելը, որ օրինակ նմանատիպ գումարների ներհոսքի այն աղբյուրից, որն առավելապես ապահովում է այդ գումարների հոսքերը, այդ աղբյուրից կտրուկ կրճատումները, ինչպիսի օրինակ սոցիալական հետևանքներ կարող են առաջացնել։ Մեր պարագայում առավելապես մեծ աղբյուրը, հիմնական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է, դիտարկվող հավանական ֆորս մաժորներից մեկը, օրինակ, ներկայիս հակառուսական ակնհայտ քաղաքականությունը։ Նորից կրկնենք, այո, այդ օրինակ կախվածությունների թուլացումը, կախվածությունների մեղմացումը իհարկե կարևոր է, բայց դա պետք է տեղի ունենա ժամանակի ընթացքում, ցանկալի է, որ տեղի ունենա տնտեսական հնարավորությունների եւ կարողությունների աճի հաշվին, արտադրական հնարավորությունների աճի հաշվին։ Իսկ ահա ֆորս մաժորային զարգացումների պարագայում նման հոսքերի կտրուկ կրճատման սցենարը իհարկե ցավալի հետևանքներ կարող է ունենալ։ Եվ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության համատեքստում
Առաջանում են հարցադրումներ, որքանով են հաշվարկված օրինակ նման քաղաքականության արդյունքում հավանական նման օրինակ սցենարների սոցիալական հետևանքները, որքանով են հաշվարկված եւ մշակված են արդյոք այդպիսի հնարավոր հետևանքների դեմ պայքարի պատշաճ մեխանիզմներ։ Ունի արդյոք Հայաստանը բավարար մակարդակի դիմադրողականություն։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ իհարկե արժե եւ պետք է մտածել, բայց կրկնենք, որ խոսքը օբյեկտիվ եւ բազմակողմանի հաշվարկների մասին է, անկախ այս կամ այն բևեռին սիրել-չսիրելու հանգամանքից։